Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն իմ ալիք այցելողներ ջան։ Այսօր իմ ալիքում խոհանոցային անկյուն է եւ ես ձեզ ներկայացնում եմ մի շատ համեղ ապուրի բաղադրատոմս։ Պատրաստելու եմ բրնձով ապուր կոլոլակով։ Իմ տարբերակը կներկայացնեմ, որն ստացվում է անչափ համեղ։ Դուք մեկնաբանություններում կգրեք հավանեցիք թե ոչ, ինչ տարբերակով եք արդյոք դուք պատրաստում։ Բույրը շատ անուշ է, կարծում եմ եթե հետևեք, տեսանյութը դիտեք ամբողջությամբ, կիմանաք մանրամասնություն բաղադրատոմսի, թե ինչպես կարելի է եփել այս հրաշք ապուրը, որն ստացվում է շատ համեղ։ Կարծում եմ շատերի տանն է պատրաստվում այս ապուրը, հատկապես երբ թարմ համ ենք ավելացնում։ Կարճ ասած, մնացեք ինձ հետ, գնացինք պատրաստելու։ Անհրաժեշտ է ունենալ աղացած միս խառնված համեմունքներով եւ բրնձով, սոխ-սխտոր պղպեղ գազար, ձիթապտղի յուղ, բրինձ, կանաչի համեմ, կարմիր եւ սև պղպեղներ, մի քանի բաղադրիչ կավելացնեմ ընթացքում։ Ահա բոլորը լավ լվացի, կտրեցի, արդեն պատրաստ են սոխը, պղպեղը, սխտորը, գազարը քերել եմ նման տարբերակով եւ արդեն լվացել եմ բրինձը նույնպես։ Դե ինչ սկսեցինք պատրաստել։ Նախորդ տաքացված թավայի մեջ լցնում եմ ձիթապտղի յուղը, որը տաքացնելու եփելու համար նախատեսված է։ Ավելացնում եմ սոխը եւ գազարը, տապակում եմ եւ ընթացքում, երբ տեսնում եմ արդեն, որ թուլացել է գազարը, նշանակում է տապակվել է, ավելացնում եմ կարմիր պղպեղը եւ սև պղպեղը։ Խառնում ենք նորից սիրելի հետևորդներ, շատ ուժեղ կրակի վրա չենք տապակում, ավելացնում եմ պղպեղները եւ սխտորը նման տարբերակով կտրատում եմ եւ ավելացնում։ Ջուրը ավելացնում եմ ըստ ընտանիքի անդամների քանակի, դուք նույնպես կարող եք այդպես եւ որ ափսեով եք մատուցելու ապուրը, այդ ափսեի չափով։ 5 բաժին ես լցրեցի, որից հետո երբ որ արդեն եռում է, ավելացնում եմ բրինձը եւ արդեն եռում է, ավելացնում եմ կոլոլակները։ Ահա, հերթով ավելացնում ենք, մի փոքր առանձին պիտի լցնենք, դնենք, որպեսզի իրար չխանգարեն եւ մոտիկից լցնենք կոլոլակը, որպեսզի նաեւ չփշրվի, չնայած կախված է դա մսի հունցած ձևից։ Իմ տարբերակում համոզված եմ, որ այն չի առանձնանա։ Եռման ժամանակ են գցում, որը շատ կարևոր է։ Սկսում է եփվել, ավելացնում եմ դափնետերև 2 հատ եւ աղը ըստ ցանկության։ Դափնետերևը յուրահատուկ համ է հաղորդում այս ապուրին։ Մի քանի րոպե եւ արդեն ապուրը պատրաստ կլինի։ Մնում է ավելացնել թարմ համեմը, որը ես կտրում եմ նման չափով։ Իդեպ իմ ունեցած կանաչ եւ սև պղպեղները կծու են։ Մնում է ինձ ավելացնել համեմը ապուրին, 2-ից 3 րոպե թողնում եմ, զգուշ էսպես տարածում եմ եւ արդեն անջատում եմ գազօջախը։ Ստացվում է աշխարհի ամենահամեղ ապուրներից մեկը։ Բրինձը շատ լավ է, այն նիհարացնելու հատկություն ունի եւ հատկապես տավարի միսը լավ սպիտակուցներ է։ Առողջարար սնունդ պատրաստեցի, եթե նկատեցիք, յուղով չպատրաստեցի։ Հիմա մատուցում եմ նման տարբերակով, համ տեսում ենք, չնայած համոզված եմ, որ այն շատ համեղ է ստացվել, բայց մեկ անգամ եւս ձեզ ասում եմ, որ այն արտակարգ է։ Իդեպ կարող եք, եթե ցանկություն ունեք, ավելացնել 1 կարտոֆիլ նույնպես։ Ես բաղադրիչների չափերը կգրեմ տեսանյութի բնութագրման բաժնում, ամեն դեպքում բաղադրատոմսը կգրեմ, դուք կարող եք նայել եւ ըստ ընտանիքի անդամների ավելացնել կամ պակասեցնել, ինչու՞ չէ։ Շատ համեղ է, շատ անուշ է բուրում խոհանոցից, ափսոս որ խոհանոցի այդ բուրմունքը չեմ կարող հաղորդել ձեզ էկրանից այդ կողմ։ Մնացեք ինձ հետ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Առողջ մնացեք, ցտեսություն։